Քսեք մեկ լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ոչ մի ռազմական շքերթ մեզ չի պաշտպանելու, երբ գան 300,000 ադրբեջանցիները։ Դու անասուն։ Ես անասունին կբերես տեղարա։ Այսօր տեսա լրագրողը մեր պարոն վարչապետի մոտ հարց է բարձրացնում ու պիտակավորելով սատարողներին պարոն վարչապետին, ասում ինչ-որ բլոգերներ շուտ ծախող, ընդ ես իմ ինչ, ուտելիք ռեկլամանող, ուզում եմ մի հատ հասկանամ դու մարդկանց տենց այդ արշինով ես չափում, այսինքն ինչ է նշանակում շուտ ծախող կամ ինչ-որ ուտելիք գովազդանող, կարող է դու կապուտ արունով ես, Մարսից եսի, չէ, չգիտեմ տենց ես իմ ով ես իրականում, լսի եղբայր, մարդիկ քեզ պիտի նայեն ու էդի ասում են, որ դու ոնց անես, էլի ավելի ճիշտ կլինի ու լիքը մարդ օրինակ վերցնեն, որպես դու ասենք լրագրող ես, պիտի ունենաս լրագրողի համապատասխան կեցվածք, մարդկանց անձը մի փորձի երբեք վիրավորես, ես հասկանում եմ օրենքի ուժով դու կարաս զրպարտելու համար մարդուն պատասխանատվության ենթարկվես, բայց հիմա քո հետ չեմ խոսում այն նպատակով, որ ինչ-որ քեզի փորձեմ դատի տամ, չէ, քեզ պրոստը ուզում եմ հասկացնեմ, որ նման կերպ չի կարելի, սթափիր եղբայր, մարդկանց մասին խոսալուց էլ մի պիտակավորի, ազգի կեսը շոր է ծախում, բանուն է շոր ծախողների դեմ, այն մի կեսն է միրգ է ծախում, այն մի կեսը շինարարություն է անում, այն մի կեսը ուրիշ բան է անում, ինչ-որ խնդիր ունես աշխատավոր մարդկանց հանդեպ, դրա համար էլ հիմա ասում եմ հարգելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունում այլևս չպիտի լինի իշխանություն, ով որ թույլ տա իրան սատարողները փորձեն վիրավորեն կամ պիտակավորեն մյուս ուժին սատարողներին, ոնց որ հիմա տեղի է ունենում, օրինակի համար զոմբի են վանկարկում կամ եւ այլն, այլևս չպետք է լինի նման իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, ու մենք դա միասին պիտի որոշենք ու միասին պահենք, ոնց 2026-ին ընտրելով 16-ին, իմ սիրելի ժողովուրդ, իսկ ես վաղը լինելու եմ ամբողջ օրը Իջևանում, վաղը եւ մյուս օրը, սիրով սպասում եմ բոլորիդ, հրավիրում եմ բոլորիդ միանալ մեր քայլերթին ու կատարել մեր ճիշտ ընտրությունը, բանակի պահովել էիք ասում, վայ, սենց եւ այլն, լուրջ եք ասում, սթափվեք մի հատ, սադրանքների ժամանակը վաղուց անցել է, ուշքի եկեք ժողովուրդ ջան, ով որ չգիտի դիզինֆորմացված է, ասեմ որ իմանաք, ինչ կա ամեն ինչ կատարվում է, իրական բոլորի աչքի առաջ եկեք, տեսեք, լսեք վարչապետի խոսքը, 2 տարի առաջ էլ խոսակցություն էր պատտվում, վայ տեսեք, հեսա պատերազմ է լինելու, հեսա հենց հիմա մի ամսից եղավ պատերազմ, չեղավ։ Այսօրվա զորահանդեսից հետո շատերն են գրում, որ լցվել են հպարտության զգացումով։ Պատկերացնում եք, այն ինչ որ դուք այսօր տեսել եք, դրա բացարձակ մեծամասնությունը ձեռք է բերվել ընդամենը 3 տարվա ընթացքում։ Հիմա դուք պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե նախորդ 30 տարիների ընթացքում կատարվեր նույն աշխատանքը առանց թալանելու։ Բայց եկեք նայենք ապագային, պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե մենք հաջորդ 30 տարիներին աշխատենք այնպես, ինչպես որ աշխատել ենք նախորդ 3 տարիների ընթացքում։ Ձեր հպարտանալու եւ հիացմունքի առիթները կ30-պատկվեն, կ100-պատկվեն։ Տվեք մեզ մանդատ հունիսի 7-ին եւ մենք ձեզ կտանք հպարտության եւ հիացմունքի նորանոր առիթներ։ Հունիսի 7-ին գնացեք ու տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք պետությանը, տեր կանգնեք ապագային, որով որ միշտ հիանալու եւ հպարտանալու եք։ Լոռու մարզից հերթական ընտրակաշառքի դեպքը բացահայտեց հակակոռուպցիոն կոմիտեն, այս անգամ Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին բաժանվող ընտրակաշառքի եւ անկեղծ ասած այս ձայնագրություններն արդեն նողկանք են առաջացնում ուղղակի մանավանդ երբ լսում ես ասում է 50,000 դրամը քեզ պայի 425-ը բաժանի 20,000 դրամ ասում այդ 5 հոգուն դուր թող խմեն ալկաշներ են մեկը ասում ինչ տարբերություն եւ ես վստահ եմ, որ հունիսի 7-ին քաղաքացին մտնելու ընտրական տեղամաս ու սրանց ընտրակաշառք բաժանող ձեռքերը կոտրի բառից քաղաքական իմաստով։ Այս լեկտիների, այս լպիրշների, այս ընտրակաշառք բաժանողների, այս մարդկանց առնել փորձողների, այս թալանչիների վերջը պետքա տրվի ու սրանք պետքա նստեն բոլորը, սրանց շեֆերը, սրանց այդ անտառաճանաչ եռյակը պետքա գնան նստեն։ Հրապարակ իջ առաջ այստեղ հանրապետության հրապարակում դուք տեսակ են հաշվետվություն զորահանդեսը
որ Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ Հայաստանի Հանրապետության բանակը ներկայացրին ձեզ 2022 թվականից հետո հնարավոր էր եղել ունենալ ու ձեռք բերել այն ինչը դուք քիչ առաջ տեսաք։ Սա Հայաստանի Հանրապետության նոր բանակն է, սա ձեր բանակն է ու սա լիովին նոր ու ժամանակակից բանակ, սա մեր բանակն է։ Քիչ առաջ այստեղ Հայաստանի Հանրապետությունը սերտել է պատմության դասերը։ Հայաստանի Հանրապետությունը սերտել է բանակի պատմության դասերը։ Եվ այսօր դուք տեսնում եք, տեսնելու եք այդ ամենի առարկայական արդյունքը։ Հայաստանի Հանրապետության նոր բանակը նոր սպառազինությամբ եւ տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ եւ նոր մարտունակությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր պաշտոնյաներին, զինծառայողներին, մասնավոր հատվածի ընկերություններին, մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր ներդրում են ունեցել մեր նոր բանակի ձևավորման գործում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկղային կտրող պահանջող եւ ստացող բոլոր քաղաքացիներին, բոլոր մարդկանց, ում գեներացված հարկերի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ նոր ժամանակակից պաշտպանունակ եւ ուժեղ բանակ։ Հիմա էլ Ծառուկյանի կասոշիկներն են բռնվել ընտրակաշառք բաժանելու վրա, մի հատ լսենք։ Ով 4 հոգուն ինչքան տան, 20 մանետ տան, 20,000 դրամ տան, թողեդորը խմեն։ Հրացոջան, մենք ընդիմար չենք գնանչում, գնան բռնվեն։ Աքսանը շատ է, ինձ քիչ է։ 20,000 դրամ քարաբերցին մայն տալի։ Թեբա 20,000 դրամ տանք, թող այսօր խմեն, թեբա հա դրանք ալկաշեն։ Ով եք դուք այդ փնթիներ։ Չնայած լավ է, կալուգացիներից դրականորեն տարբերվում եք, նրանք ուղիղ բռնում քրվում են, նրանց ում ընտրակաշառք եք տալիս։ Բայց այդ հեչ։ Այդ որ ասում են դոդին կընտրեն, այդ դոդն ով է, կարող է իմանալ։